Շնորհալ մեր Աստված փառքասում այս հաշալի օրվա համար Աստված ստեղծել է եւ Տիրոջ ստեղծած օրերից մեկն է, որ բոլորս ներքև հավաքվել ենք եւ օժտում ու երկրպագում ենք Աստծուն, ամեն։ Այն ինչի համար որ աղոթվեց եւ հավաքվեց, իրականում այն ինչ որ տեսնում եք կան, որ ներկայիս այս դարիճի մեջ ամեն մեկի ներդրումն է։ Ամեն մեկի ներդրումն է ու ինչ որ կա այստեղ գեղեցիկ վայրը ձեր ցանած սերվի արդյունքն է։ Լալակուրը, որ ասում էր Պողոս Թեշյուղա, հիմա մտածում եմ բավականին գնալ, թե ով է Պողոսը Թեշյուղա, բայց ես իմ երկուն կողքի նստածների Պողոս եմ ասել։ Իրականում շատ որ մեջ բերվեց շատ տեղին, շատ ուժեղ համար եմ սիրած համարներից մեկն է, որ երկու առաքյալ թեև բանտարկված, բայց իրանց հոգին ազատության մեջ հոգով լեցված բանդի դռները չկարողացան իրանց պահել հետեղ։ Աստծո հոգուն անհնար է պահել ինչ-որ մի տարողության ու սահմանների մեջ։ Այսօր հենց ուզում եմ խոսել նրա մասին, որ թե ինչքան ժամանակը մեկ ենք մենք լեցվում հոգով։ Ուզում եմ խոսել հենց այս իրավիճակների մասին, որ դա մեր առօրյա կյանքի ընթացքն է մինչև մեր կյանքի վերջը, որ կապրես ինչքան որ Աստված կտա կյանք մեզ, մենք կարիք ունենք ամեն ժամանակ լեցվելու Աստծո Սուրբ Հոգով և զորությունով։ Եսայա 44 և 3-4 համարները դուք շատ լավ տեղյակ եք այդ խոսքերից, որ ասում է. «Ես ջուր պիտի թափեմ ծարավված հողի վրա և հեղեղներ չորացած երկրի վրա, ես իմ հոգին պիտի թափեմ քո սերունդների վրա»։ Շարունակության մեջ ինչ ասում, նրանք պիտի ծլարձակեն խոտերի պես, ինչպես ուռիները ջրերի վտակների մոտ։ Աստված ասում է, ես իմ ջուրը պիտի թափեմ ծարավված հողի վրա և իմ հոգին պիտի թափեմ քո սերունդների վրա։ Շարունակության մեջ ասում է, երբ որ ծարավված հողը ջուր է վերցնում, կլանում, իր մեջ սկսում է կանաչել, ամեն, սկսում է ծլարձակել, ինչպես որ ուռիներն են ցանկանում ջրերին և առուների մոտ տնկված են, այնպես էլ Աստված ուզում է, որ մենք էլ իր Սուրբ Հոգու ջրերի մեջ միշտ տնկված լինենք, միշտ փափագենք Հոգու ջրերով լեցվելու։ Ինքն ասում է, ես կթափեմ, բայց մենք ապրում ենք նոր կտակարանյան ժամանակների մեջ, դա արդեն տեղի է ունեցել, բայց խոսքը սա, որտեղ ես ուզում եմ լեցվել Սուրբ Հոգով։ Ես ուզում եմ քո ջրերը խմել, ես ուզում եմ գնալ ընկղվեմ քո ջրերի մեջ, այստեղ ասում է կթափեմ քո սերունդների վրա։ Աստծո հոգով լեցված մարդ ինքը միշտ ծլարձակում է և ընդլայնվում է և տարածվում է, բարգավաճվում է։ Կարող եք տարբերությունը տեսնել Աստծո հոգով շարժվող մարդու և ոչ Աստծո հոգով չշարժվող մարդու տարբերությունը։ Մեկ ով որ հոգով է շարժվում, հոգով լեցվածը, ինքը կանաչում է, պտղատու է, բերքատու է, համարվում Աստծո դաշտի մեջ, իսկ ով որ ուղղակի գալի գնում ու չորուց համակ է մնում, ինքը չորացած հողի նման է։ Բայց համեմատական տանելով չորացած հողի նման, ինչպես չորացած հողն է փափագում անձրևներին, մենք էլ թող մեր ներսն է այսօրվանից սկսած փափագի Աստծո անձրևներին։ Ինչպես չորացած հող, որ Աստված ասում է կթափեմ և երկիրը իմ թափված անձրևով կբարգավաճի և ծիր կտա երկիրը և ժողովուրդը, ամեն։ Մենք կարող ենք ասել մեր երկիրը նաև ունի Աստծո ջրերի կարիքը։ Չորացած է մեր երկիրը, բայց ասում ենք Տեր, թող քո անձրևները գա մեր երկրի վրա և երկրում բնակվող ժողովուրդն է թող խմի քո ջրերից, որովհետև մենք կարիք ունենք դրա և կարիք ունենք ծլարձակելու և պտուղ բերելու Աստծո առաջին, ամեն։ Ասում է, ես ջուր պիտի թափեմ։ Այսօր Աստված պատրաստ է այստեղ հեղելու իր հոգին, իր զորությունը, այստեղ պատրաստ է շարժվելու ինքը իր ներկայությունով, ամեն, մնում է մենք իր ներկայության մեջ շարժվենք, Փառաբանության խումբը շատ հրաշալի տանում էր, Աստծո զորությունն այստեղ ներկա է, Աստծո հրաշալի ներկայությունը կա, թե հիմի որքանով եմ ես բացվում Աստծո ներկայության մեջ, այնքանով էլ ես կլեցվեմ նրան, ամեն։ Զաքարիա 12:10-ի մեջ հրաշալի խոսքեր ասում է, և ես Դավթի տան վրա, Երուսաղեմի բնակիչների վրա պիտի հեղեմ շնորհքի և աղոթքի հոգին։ Ասում է, շնորհք պիտի թափեմ և պիտի իմ ժողովուրդը պիտի լինի արդեն շնորհքի մարդիկ։ Եվ հետո շարունակության մեջ ասում է, աղոթքի հոգին եմ թափելու։ Եվ գիտենք, որ եկավ ժամանակը, որ տեսանք, որ Աստված իր հոգին, շնորհքի հոգին և աղոթքի հոգին հեղեց։
իր առաքյալների վրա, նրանց վրա, ովքեր որ սպասում էին այդ Սուրբ Հոգու հեղմանը, շնորհքը, որ սա այն Սուրբ Հոգին, որ եկավ ինձ ինքը շնորհքի հոգին էր, հեղվել է արդեն, եւ աղոթքը դա հաղորդակցությունն Աստծո է, աղոթքի մի նոր մակարդակ, ասում է, երբ որ հոգին կհեղեմ ես, մարդիկ կսկսեն մի նոր մակարդակի մեջ հաղորդակցվելու, շփվել ինձ հետ, ամեն, մինչև այդ հոգին գալիս ու գնում է հին կտակարանի մեջ, բայց մենք ապրում ենք հոգու հեղման դարաշրջանի մեջ, հիմա է կապ չունի, որ Գործարքերոց այսենք վերջացել դրվեց, բայց վերջակել չի դրվել, շարունակվում է։ Մենք ապրում ենք հոգու հեղման դարաշրջանի մեջ։ Աստված պատրաստել է, Աստված պատրաստվում է իր հոգին հեղելու այս ժամանակների մեջ։ Մեր անձերի վրա ամեն մնում է, որ ինչ պատրաստ մարդիկ, որ ասեն, Տեր, ես փափագում եմ քեզ, ես ծարաված եմ քեզ, իմ ներսը ամբողջովին սպասում այդ հեղմանը, չորացած հողի նման քեզ եմ աղաղակում, շնորհքի եւ աղոթքի հոգին, ես ուզում եմ, որ այդ մակարդակի մեջ մտնեմ, Տեր, ես ուզում եմ քո հետ այդ հաղորդակցության մի նոր մակարդակի մեջ գնալ խորքերը նորովի ճանաչել քեզ, ես չեմ բավարարվում սրանով, եկեք չբավարարվենք այն ընթացքով, որ Աստված տանում է մեզ, եկեք այո այն մարդկանց երեխաներն որ շատ են ուտում, ուզում են նորից ուտեն, ախորժակը մեծանում է, չէ, ուտելուց մեծանում է ախորժակը, թող նորից Աստծո ներկայության մեջ գալով ասենք, Տեր, չեմ ուզում սահմանափակեմ այն գործը, որ դու ուզում ես անել իմ հետ, մեր միջոցով, եկեղեցու միջոցով, ես սահմաններ չեմ դնում քո առաջ, մենք ենք, որ Սուրբ Հոգու առաջ սահմաններ ենք դնում, եկեք ամեն սահման դուրս անենք ու տեսնենք, թե ինչքան հրաշալի է, ինչքան զորավոր է Սուրբ Հոգին շարժվում մեր կյանքի մեջ։ Հոբելի մարգարեության մեջ 2:28-29 համարների մեջ խոսում է եւ ասում է, եւ կլինի սրանից հետո, այս ամեն բանից հետո վերևի համարները, որ կարդում եք, ասում է, որ իմ ժողովուրդը կճանաչի ինձ, իմանա, որ ես եմ իրանց Աստվածը, եւ ասում է, այս բանից հետո, այս ամենից հետո ես իմ հոգին պիտի ամեն արարածի վրա թափեմ, ամեն արարածի, բացառություն չկա այստեղ հրայի եւ հույնի, ամեն արարածի վրա Աստծո հոգին թափվել է, ոչ մի բացառություն չկա, հրյաները մտածում են մի ժամանակ, որ իրանք Աստծո Սուրբ ազգն են, ընտրյալ ժողովուրդն են, այո, այդպես էլ կա, որ իրանցից այն կողմ մեր հոգին չի գնալու հեթանոսների վրա, բայց այդպես Սուրբ հոգին եկավ, երբ որ Հիսուս Քրիստոսն եկավ, հեղափոխությունը բերեց մարդկանց մտքի մեջ, հասկացողության մեջ, ոչ միայն հրյայի համար, այլ նաև հույնի համար, այլ նաև մեր համար, որտեղ ժամանակին հեթանոսներ են եղել, բայց ասում է բոլորի վրա թափեմ, երբ որ Աստծո հոգին գալիս է, մենք չենք կարող մեր տեղում կանգնած մնալ, մենք չենք կարող կանգնել ու ասել, Տեր դու գործիր, Աստված գործում, Աստված ուզում է գործի շարժվող մարդկանց հետ, ամեն, մենք պիտի շարժվենք իր հոգու մեջ, երբ որ հոգին թափվեց, առաքյալները սկսեցին շարժվել, բայց մի ընթացք համայնք ստեղծվեց եւ հավաքվեց այդ համայնքը ժողովուրդը, բայց Աստծո հոգին նորից սկսեց շարժել նրանց եւ տարածել, ամեն, որտեղ Աստված խոստմունք ունի նրանց համար, դու պիտի տարածվեք ամբողջ աշխարհով մեկ, բայց մի բան, որ պիտի հոգին գար նրանց վրա, եւ նրանք պիտի զորություն առնեն։ Մի առավելություն կա, ես չեմ ասում, որ պիտի հոգին նոր գա մեր վրա է։ Իմ ասացի բուն իմաստն է, որ եկեք լեցվենք Աստծո Սուրբ Հոգով։ Եկեք լեցվենք դրանով, ամեն, որի մեջ կա զորություն եւ կարողություն։ Եվ ասում եմ, կլինի սրանից հետո իմ հոգին կհեղեմ։ Հեղման օր, հեղման դարաշրջան թող լինի։ Ամեն մեկիս համար, եկեղեցու համար, որտեղ Աստված պատրաստվում է շարժի, Աստված պատրաստվում է շարժվի, մենք պատրաստ ենք շարժվելու Սուրբ Հոգու քամին համապատասխան, Աստված ուզում է, որ մենք լինենք սպունգի նման, երբ որ գնենք ջրի մեջ քաշենք մեր ներսը, բայց որտեղ որ ուզենա ինքը քամի եւ ջուրը թափի ամեն, ինքը ուզենա մեզ ամեն ժամանակ գործածելու իր փառքի նման, չլինենք մենք 4 սպունգի նման ջրի մեջ ընկած, այլ երբ որ գնենք ջրի նման ջրի մեջ, ինքը երբ որ սխմեց սպունգը, ամբողջ ջուրը քաշում է իր ներսում, մենք արդեն ունենք մեր ներսում այդ ջրերը, բայց եթե ուզում ենք այդ ամեն ինչը բխի, Տեր ես կարիք ունեմ նորից վերալեցվելու Սուրբ Հոգով, մենք մկրտվել ենք Հոգով ամեն, բայց մենք ամեն օր կարիք ունենք լեցվելու Սուրբ Հոգով, Աստծո հոգին կյանքի հոգի է, Աստծո հոգին կյանք բերող հոգի է, երբ որ նա թափվում է, մենք կյանքով ենք լեցվում, մենք ուրախությունով ենք լեցվում,
մեր ներսը անպատմելի զորություն է գալիս, եւ մեր ներս այդ անպատմելի ուրախությունն ու կարողությունը սկսում է դրսևորվել։ Դա կարելի ասել անպատմելի է, ինչքան էլ որ խոսանք, ինչքան էլ որ բացատրենք հունական, չգիտեմ, եբրայական բնագրերից, կարելի է անպատմելի ինչ-որ մի զորություն, որ կա մեր կյանքի մեջ, երբ որ սկսում ենք շարժվել, այդ ժամանակը զգում ենք, այդ հոգին մեր կյանքի մեջ սկսում է շարժվել, ամեն։ Կրակը չենք կարող վերցնել ու նստել, մենք բոլորս կրակ ունենք, եւ Աստված ուզում է, որ այդ կրակը բոլոր տեղերը տանենք, այնտեղ որտեղ որ ինքն ասում է։ Հիշենք 5 տակարանի մեջ, երբ որ խոստում կարծեց, որտեղ որ դնես քո ոտքի թաթը, ես քեզ եմ տալու այն։ Խոստմունքը կար, որտեղ որ դնես, եւ Հիսուսն էլ աշակերտներին ասեց, որտեղ որ երբ որ հոգին կգա ընկնդլայնվեք, կտարածվեք, խոստումը կար։ Հոգին եկել էր, բայց նրանք համայնք են ստեղծել, մնում են Երուսաղեմի մեջ, բայց պիտի տարածվեին։ Պիտի իրանց ոտքի թաթերը դնեին աշխարհի տարբեր ծայրերի մեջ, երբ որ Աստծո հոգին հեղվեր։ Միջև որ մեր ոտքերը չշարժեն, այն սահմաններն ու տարածքները, որ Աստված խոստացել է, չի լինի մերը, երբ որ մենք չգնանք այդ ճանապարհների համապատասխան։ Ամեն խոստում ունենք, աղոթք ունենք, մարգարեական խոսք ունենք մեր վրա, որ կարելի ասել ասվել է, որ որտեղ որ քո ոտքը դնես քոնն է լինելու, գնա եւ դիր Աստծո խոսքի համաձայն, ամեն։ Գնանք եւ դնենք, լցվենք հոգով եւ գնանք, ամեն։ Շարժվենք Աստծո ներկայության մեջ։ Աստծո հոգին պատրաստ է ամեն իրավիճակների մեջ, ցանկացած մարդու կյանքի մեջ հեղվելու, վերափոխելու եւ դարձնելու զորավոր մեկը, անկախ ամեն ինչից, թե մենք ինչպես ենք նայում այդ անձնավորությանը, որ ես մտածում եմ, կարող Աստված էս մարդու վրա կարող է իր հոգին բերի, այո կբերի, իր կյանքի մեջ զորավոր փոփոխություն էլ կանի, հնարավոր է որ Աստված ձեռք մեկնես մարդու վրա, հիշեք, որ Աստված ամենահետինի վրա էլ իր հոգին թափեց, ամենացածրի վրա էլ թափեց, ամենամեղավորի վրա էլ թափեց, այսօր որ մենք այստեղ ենք, ամենամեղավոր մարդկանցից մեկն ենք ել ժամանակին, բայց երբ որ մեր ներսում ցանկություն առաջացել Տեր, ուզում եմ ճանաչել քեզ։ Այս մի ներքին ցանկությունը քեզ բերես նրան, որպեսզի Աստծո հոգին հեղվի քո կյանքի մեջ, բերելով փոփոխություն, բերելով ընդարձակում։ Երբ որ հոգին գալիս է, դու չես կարող կանգնել քո տեղում, պիտի ընդարձակվես, ընդլայնվես, պիտի նվաճես ու գերակես, ամեն։ Մենք գրավող, մենք ընդլայնվող եւ տարածվող ժողովուրդ ենք։ Աստված սահմաններ չի ճանաչում։ Աստծո հոգին սահմաններ չի ճանաչում, մենք ենք սահմաններ դնում եւ հետո սկսում ենք նեղվել եւ ինչուներով գալ Աստծո առաջ։ Եվ գիտես, հետաքրքիր է հոգով լեցված մարդը չի ասի ինչու համար Տեր Աստված։ Մի հետաքրքիր բան կա Ռաֆայել մասին, երբ որ խոսում են, ասում են, այս մարդը երբեք Աստծուն չասեց ինչի համար Տեր Աստված։ Ինչուներով նա չէր գալիս Աստծո առաջ, ասում են նա հոգու մարդ էր, ամեն ինչ Աստծո հոգու ներքո ինքը շարժվում էր առաջ։ Երբ որ հոգով ենք լեցվում, մենք նույնը չենք, մենք տարբերվում ենք։ Մենք պիտի տարբերվենք այս աշխարհի մեջ եղած մարդկանցից, ամեն։ Եվ գալով փորձառակելոց 1-4-5 համարների մեջ, որ Հիսուսը պատրաստվում էր արդեն գնալ երկինք, որտեղից որ եկել էր, աշակերտներին մոտիկանում են եւ Հիսուսը աշակերտներին ասում է առաջին գլուխ 4-5 համարների մեջ. Երուսաղեմից չհեռանաք, այլ սպասեք հոր խոստմունքին, որովհետեւ Հովհաննեսը, երբ որ կարդում ես համարը 100 անգամ կարդացել են ու անցել են, երբ որ ասում է Հովհաննեսը մկրտում էր ջրով, Սուրբ Հոգին մի պահ կանգնեցրեց, բայց դուք ոչ շատ օրեր կմկրտվեք Սուրբ Հոգով։ Սուրբ Հոգին կենտրոնացրեց այս բայցի վրա։ Հովհաննեսը ջրով էր մկրտում, բայց դուք կմկրտվեք Սուրբ Հոգով, ամեն։ Եվ շարունակության մեջ առաքյալները հարցնում են. Տեր Աստված, Հիսուսը դե Աստված էր, ասում են Տեր, միթե այս օրերի մեջ ես թագավորություն հաստատել։ Եվ հետաքրքիր նորից այստեղը Սուրբ Հոգին կանգնեցրեց սրա վրա, ասում է, բայց դուք զորություն կառնեք, երբ որ Հոգին ձեր վրա կգա։ Հետաքրքիր առաքյալները երկրորդական, երրորդական բաների մասին են մտածում։ Հիսուս Քրիստոսը, որ պիտի գնար երկինք, նա խոսում է Աստծո զորության մասին, Սուրբ Հոգու հեղման մասին։ Այսօր էլ որ լսում ենք այս քարոզ այստեղից կամ անցած կիրակի կամ շարունակաբար որ կլսվի, խոսում ենք խոսքը, պատգամները, հաճախակի մենք շատ ժամանակ երկրորդական ու երրորդականի վրա ենք կենտրոնանում, բայց Աստված ասում է
Սուրբ Հոգու միջոցով, բայց դու կենտրոնացի սրա վրա, բայց դու լեցվի Սուրբ Հոգով։ Երկրորդականն նա թե Աստված երբ իր թագավորությունը կբերի։ Համեմատական ուզում եմ տանել այն համարի մեջ, որ հայտնության մեջ հետաքրքիր է խոսվում է, որ 16-րդ գլխի մեջ պատուհասները երբ որ գալիս է 16-15-ն է, կարծեմ եթե չեմ սխալվում, հայտնություն 16-15-ը պատուհասները գալիս է ներկայացնում է, թե երբ որ այս գիրքը բացվեց, այս խնդիրներն եղավ, բայց Աստված Հիսուս Քրիստոսը դադար է տալիս, ասում է զգույշ եղեք, զգոն եղեք, որովհետև ես գալիս եմ։ Ասում է ես գալիս եմ գողի նման, ձեր հանդերձը մաքուր պահեք։ Այսինքն դա մի մտածեք, թե Սուրբ Աստված երբ է գալու, Քրիստոս երբ է իր թագավորությունով գալու, որ օրն է գալու, ժամը, օրը մենք երբեք չգիտենք, մեզ հայտնի չի, բայց մի բան, որ Տեր ես կարիք ունեմ լեցվելու Սուրբ Հոգով, բայց եկեք կենտրոնանանք նրա վրա, Տեր, ուզում եմ քո հոգու զորությունը վայելել, ես ուզում եմ ճաշակել, երբ որ ես ձևով եմ մտածում, ես ուրախանամ և կասեմ, Տեր, իմ ներսը պատրաստ է քո գալուստին, բայց ես շարժվում եմ քո կամքն անելու։ Ես չեմ ընկնում քննարկումների մեջ մտածելով, այո, վերջին օրերի ժամերի մեջ ենք ապրում, բայց ես իմանալով ես միշտ իմ ներսում սա ունեմ, ես ուզում եմ լեցվել, ես ուզում եմ վարժվել քո աստվածապաշտության մեջ, երբ որ այդ օրերը կգան, ժամը կգա, որ դու կգաս, ես կարողանամ պարզ երեսով կանգնել քո առաջին։ Երբ որ կգա այդ օրը, միջև այդ օրը Քրիստոսի գալու, մենք լեցված լինենք և պատրաստ լինենք դիմավորելու փառավոր ձևով նրա երկրորդ գալուստը, ամեն, բայց ես ու դու եկեք լեցվենք Սուրբ Հոգով։ Անկախ ամեն ինչից, Հովհաննեսը ջրով էր մկրտում, բայց ասում է դու կլեցվեք, կմկրտվեք Հոգով, ամեն, կրակով կվարվեք։ Այսօր էլ այդ օրերից մեկն է, ուղղակի պատգամը խոսքը սովորական չի մեր համար, եթե ուղղակի որպես ժամ, որ եկել ենք այստեղ ու անցկացնենք գնանք, մենք չենք վայել այդ հոգու ներգործությունը, բայց երբ որ բաց է իմ ներսը, ու ասում եմ Տեր, չեմ ուզում, որ պատգամը վերջանա նոր աղոթքը լինի ես լեցվեմ, ուզում եմ հիմի իմ ներսը, ուզում եմ իմ ներսով, իմ մտքով, իմ էությունով, իմ անձով վայելել քեզ, ուզում եմ յուղի մեջ մտնել։ Մինչև սկսել է կատակով ասում է Աշոտուրեն յուղը խմեմ, մենք յուղի մեջ ենք, Աստծո հոգին թափվել է, և այսօր էլ պատրաստ ենք այդ յուղով տաբակվելու, այդ յուղով քայլելու, կրակը տանելու, այնտեղ որտեղ որ նա ուզում է, բայց դուք զորություն կառնեք, երբ որ Սուրբ Հոգին կգա, Հոգին հիշում եք դա գրված է Պենտեկոստի օրերը, երբ որ լրացա, Պենտեկոստեն բերքահավաքի տոնն էր, բերքի տոն, լրացել էր, հիշենք մի բան համեմատական տանենք, երբ որ Հոգին եկավ նրանք լեցվեցին երկրորդ գլխի մեջ, նրանք իրանց անձիտերը չէին, նրանք արտասովոր մարդիկ էին, երկնական մտածելակերպի մարդիկ էին, երկնայինով էին շարժում, այլ ոչ թե երկրայինով, ամեն, նրանք սկսեցին բերքահավաք անել, սկսեցին իրական Պենտեկոստել, սկսեց բերքը հավաքվել, հիշում եք առաքյալի քարոզը 3000, 5000, հետո սկսվում է չհամարվել, չհաշվվել, որովհետև արդեն հրաշալի այդ Պենտեկոստեն իրականում Գործք առաքելոց 2-րդ գլխի մեջ տեղի ունեցավ այդ հավաքը, պտուղները պատկանում է Հիսուս Քրիստոսին։ Երբ որ կլեցվեմ հոգով և կշարժվեմ, ես պտղաբեր կլինեմ, պտուղները, գործերը պիտի բարձրանա Հիսուս Քրիստոսին։ Նա է գլխավոր Տերը և թագավորը։ Առաջին տեղը, որ ասում է, բայց դուք կմկրտվեք, նշանակում է ընկղվել մի նոր միջավայր, որ ամբողջովին տիրում է Սուրբ Հոգին։ Նրանք մկրտվեցին, մտան մի նոր միջավայրի մեջ, մի նոր ոլորտի մեջ, որտեղ որ տիրում էր Աստծո Սուրբ Հոգին։ Հիշեք, մարգարության մեջ, որ ասվում է 4-րդ մակարդակի մեջ։ Մինչև 4-րդ մակարդակ կա առաջին, երկրորդ և երրորդ, որ մարդը ուզում է մտնի, բայց 4-րդի մեջ չկա արդեն մարդու այնտեղ վերահսկողություն, դիմադրություն, ասում է մի վայր էր, մի գետ էր, որտեղ որ մտնում էր, դու պիտի լողանայիր, դու պիտի հանձնվեր այդ կրկնակի գետերի մեջ։ Իրականում Պենտեկոստե Գործք առաքելոցի մեջ դա տեղի ունեցավ, կրկնակի գետերն էր։ Աստծո գետերը նրանց ընկղվեց մի նոր մակարդակի մեջ, որ իրանք էլ չեն կարողանա իրանց անձիտերը լինել, դա ուրիշ մակարդակ է։ Եվ մենք էլ ենք մկրտվել, և մտել ենք այդ ուրիշ մակարդակի մեջ, բայց մնում է, որ անընդհատ մենք լեցվենք Սուրբ Հոգով, մնանք այդ մակարդակի մեջ և ասենք Տեր, դու ես իմ կյանքի բոլոր ոլորտների մեջ տիրում և թագավորում, և մենք ուզում ենք, որ դու մեր միջոցով մեզ գործածես։
մի ուրիշ մակարդակ։ Այսօր Սուրբ Հոգին ուզում է մեզ տանի այդ մի ուրիշ մակարդակի մեջ։ Մնում է մենք ասենք ես պատրաստ եմ գնալ այդ ուրիշ մակարդակի մեջ։ Մտքով չէ, ոչ էլ մեր հասկացողությունով, ոչ էլ մեր պատկերացումով մի կողմ դնենք, ուղղակի մի բան, որ ես ուզում եմ մտնել այդ ուրիշ մակարդակի մեջ։ Շարունակության մեջ երկրորդ խոսքի մեջ Հիսուսը որ ասում էր, բայց դուք զորություն կառնեք, մի մտածեք, երբ Աստված իր թագավորությունը հաստատելու, դուք պիտի զորություն առնեք, որպեսզի գնաք աշխարհի ծայրերը։ Մենք զորություն առել ենք, բայց հաճախակի պետք է, որպեսզի գնալու համար նորից լեցվենք։ Ինչի համար է մարդը հաճախակի նստում ու սպասում, ուզում ենք 100 անգամ ասել, Տեր, ես ուզում եմ լեցվեմ, փորձիր, չենք լեցվի, այլ կհոգնի մեր ներսը։ Ինչքան ուզում ես ասել, մենք ծարավ եմ, ես ծարավ եմ, ուզում եմ ջուր խմեմ, ուղղակի գնա խմի։ Այդպես չի, որ քո ծարավը հագենումը, այնպես չի ասելով չի, որ ես լցվում եմ Սուրբ Հոգով, այլ իմ ներսը պիտի աղաղակի իմ ներսով, Տեր, ես ուզում եմ, պատրաստ եմ, հիմի ուզում եմ լեցրա, Տեր, դու հեղվի ես կլեցվի։ Ամեն։ Մի բան պատկերացնենք, երբ որ գնում ես հիվանդի բժշկի մոտ, ինքը դեղեր է գրում, ու թանկ դեղեր է նշանակում, ու տանում ենք տուն ամեն անգամ ռեցեպտը կարդում ուրախանում ենք, ասում ենք ամենալավ բժիշկն է, ու ամենաթանկ դեղերն է։ Օգուտ չունի, եթե մենք չենք օգտագործում այդ դեղամիջոցները։ Օգուտ չունի, թե ինչ աշխարհի ամենաուժեղ բժիշկն է դեղեր իր ձեռագրով գրել, բայց այն երբ որ սկսում ես օգտագործել, դու սկսում ես զորանալ, մարմինը բժշկվել, նույն Աստծո խոսքն է, նույնը Սուրբ Հոգու հետ հաղորդակցվելն է։ Մեկ այլ բան է խոսալ, լեցվել Սուրբ Հոգով, մեկ այլ բան է լեցվել Սուրբ Հոգով, հենց իրականում, ամեն։ Մեկ այլ բան է հավատքի մասին խոսալ, մեկ այլ բան է հավատքով շարժվել։ Այսօր մենք ուզում ենք ընկղվել այդ ուրիշ մակարդակի մեջ եւ թող այդ ուրիշ բաներն էլ մեզանից դուրս գա, ամեն։ Երբ որ Հիսուսն ասում էր, այստեղ զորություն դուք կառնեք, դա խոսում է Աստծո ահեղ զորության մասին, Աստծո անդիմադրելի զորության մասին։ Տվյալ հատվածի մեջ Հիսուսը խոսում էր Աստծո ահեղ զորության մասին։ Այսօր ես ուզում եմ Տեր, որ այդ ահեղ զորությունը նորից իմ կյանքի մեջ մի հատ ինձ ռեստարտ տանի։ Ուզում եմ լեցվել։ Առաքյալները, երբ որ լեցվեցին, նրանց դեմն առնել չեղավ, իրականում բանտերներ, Լալակուրիկը շեշտեց, բանտարկեցին, նրանց ծեծեցին, սպանեցին, բայց Աստծո ահեղ զորությունը նրանց ոտքեր կանգնեցնում։ Առաքյալը, Պողոս առաքյալը, երբ որ սպանեցին նրան, հիշում եք եղբայրները հավաքվեցին նրա կողքը կանգնեցին, ինչի համար որտեղ ահեղ զորությունը Աստծո նրա կյանքի մեջ էր, չէին կարող սպանելով դուրս անել նրա ներսից։ Երբ որ եղբայրներից մեկը 90-ականներին նահատակվում էր Պարսկաստանում, նրա սիրտը ինչ-որ մի բանով փորձել էին հանելին, որ բնակում էր Աստծո Հոգին։ Ինչքան էլ ուզեն տանջելով մարդուն սպանել կամ սիրտը հանեն, այդ սրտի մեջից հոգուց չեն կարող Աստծո Հոգին հանել, ամեն։ Ոչ մեկը Աստծո ահեղ զորության դիմաց չի կարող կանգնել եւ դիմակայել։ Հռոմեական ողջ ուժերն ու զորությունները կանգնեցին եկեղեցու դեմ, բայց չհաղթեց։ Եկեղեցին հաղթեց, ամեն։ Կայսրը խախտվեց։ Կայսրը հիշում եք այդ ժամանակների մեջ, որ գժվել էր, չգիտեր ինչ անել, որովհետև դեմ էր դուրս եկի Աստծո ահեղ զորությանը։ Գիտես, սա մենք ուրախանում ենք, բայց մի փոքր էլ երկյուղ պիտի ունենանք, անգամ մենք ինքներս է, որ Տեր, չլինի, որ ես իմ չհասկանալով կանգնեմ քո ահեղ կամքի դիմաց, ահեղ զորության դիմաց ու սկսեմ հակառակվել եմ։ Չգիտեմ երբ կգա Հիսուս Քրիստոսը, բայց գիտենք ինչպես կգա, բայց այո գալու է շուտով։ Լեցվենք Սուրբ Հոգով եւ կատարենք զգուշորեն Աստծո կամքը։ Ամեն։ Գործք առաքելոց 5-րդ գլուխ 3-րդ համարի մեջ հիշում եք Անյանն ու Սափիրան։ Միջև անդրադառնալը սրան անդրադառնալ նրան, որ երբ որ ասում ենք անընդհատ ուզում ենք լեցվել, մարդ պիտի դատարկվի, որ լեցվի։ Մի դույր, որ 10 լիտր է տանում իր տարողության մեջ չես կարող, երբ որ ինքը կեղտոտ ջուր է մեջ լեցված, մաքուր ջուր չես կարող լեցնել։ Պիտի այդ կեղտոտ դույրը դատարկվի, որպեսզի մաքուր ջուրը լեցվի այդ անոթի մեջ, ամեն։ Լեցվելու համար մեզ դատարկվել է պետք։ Ինչ որ մի անձնավորություն գնում է վարպետի մոտ ոսկերչություն սովորելու, վարպետը մոտիկանում է այս աշակերտին ասում է, գիտես, դու ինձ պիտի X-ս գումարը տաս, որպեսզի այն ինչ որ դու սովորել ես, իմացել ես ոսկերչության մասին, քո մեջից հանեմ, սխալ մոտեցումը։
Եվ ասում եմ նորից պիտի մի հատ X գումար տաս, որպեսզի ես քեզ սովորեցնեմ այն ինչ որ իրականում դու պիտի իմանաս ողջունության մասին։ Մեր հասկացողություններն ու գաղափարներն ու ընկալումները, պատկերացումները եկեք մի կողմ դնենք, թե ինչպես Աստված կգործի, թե ինչպես նա կհեղվի, ինչպես մարդուն կշարժի, կընկնի գետին այս մարդը, թե չի ընկնի կրակ դուրս կգա, ծուխ դուրս կգա, ես չգիտեմ, բայց մի բան գիտեմ, երբ որ Աստծո օգին գալիս է, մենք էլ չենք կարող մնալ կանգնած նրա ներկայության մեջ, ամեն, մենք պիտի սկսենք շարժվել։ Աղոթքի միջոցով մենք մոտենում ենք Աստծո ահեղ զորությանը։ Աղոթքի միջոցով մենք կպնում ենք Աստծո ահեղ զորությանը։ Եկեղեցի չի կարող ոչ մի զորություն մոտենալ այդ Աստծո զորությանը ու սովորական ինչ-որ ասին կյանքի մեջ փոփոխություն անդիմադրելի է։ Մենք չենք կարող դիմակայել այդ զորության դեմ։ Եվ իմ պատգամի իմաստը խոսքը սա է։ Եկեք նորից ասենք Տեր ես ուզում եմ ես։ Այո, մի ընթացք, կարելի ասել դանդաղացրել եմ իմ ընթացքս, ես հիմա ուզում եմ քո օգուտ ներգործությունով ավելի ես վազողում եմ ոչ թե քայլում։ Ես ուզում եմ վազեմ ու շարժվեմ, ոչ թե ուզում եմ լինել դիտորդի պես։ 5-3 անան Սաֆիրան առաքյալն ասում է, ինչի համար թույլ տվեցի, որ սատանան քո սիրտը լեցնի։ Ես Աստծո ծառաները սատանան թույլ տվեցին, որ իրան ներսը լցնի խաբերությունով։ Աստծո մարդիկ եւ շատերը կարող են ինչ-որ օտարածին բաներով լցվեն, որ Աստծո սրտին հաճելի չի, եւ գիտենք սրանց պատմությունը թե ինչ տեղի ունեցավ։ Այո, մարդը կարող նախանձով լցվի, այո, կարող մարդը բարկությունով ու ատելությունով լցվի, մարդը կարող հպարտությունով լցվի, որը խանգարում է հոգու հեղման ժամանակ, որ այս տվյալ ազնվորությունը վայելի Աստծո հրաշալի ներկայությունը։ Վայելել չի նշանակում ուրախանալ այստեղ ու դուրս գնալ հաջորդ Կիրակի օրը նորից գալ վայելել։ Եթե մենք միայն մտածում ենք Կիրակի օրվա ծառայության վրա մենք հույսը դրել, որ գանք այստեղ ամեն անգամ լեցվել ու գնալ, մենք կչորանանք ժամանակ առ ժամանակ։ Օրեր կգան, որ այս ժամանակները չենք ունենա։ Այս պարզ ու ազատ օրերը մեր համար նրա համար է, որպեսզի մենք կարողանանք լեցվել, որպեսզի նեղության ու դժվարություններ մենք չենք ունեցել։ Նեղության ու դժվարությունների հալածանքների ժամանակ, չար ժամանակների մեջ կարողանանք դիմակայել, հարվածել, ոչ միայն պաշտպանվել։ Եվ դրա համար մեզ պետք է որպեսզի խմել, ծարավես խմի, կարիք ունես եկ Աստծո առաջ ասա Տեր, դու ես իմ կարիքը, ես ուզում եմ, որ ամբողջ ներսս լցվի, լցվելուց առաջ պիտի դատարկվի ամեն բան, որպեսզի թարմությունը գա մեր կյանքի մեջ։ Երբ որ Պենտեկոստեն լրացավ, երբ որ եղավ Պենտեկոստեն, անցավ Պետրոսը գրված է 5:15 եւ 6:8 համարների մեջ, ինչ է տեղի ունենում Պետրոսի կյանքի մեջ։ Հոգին հեղվել էր, նա սովոր մարդ էր, գերբնական էր, նրա շորերից Աստծո զորությունն էր գնում, երբ որ նա շարժվում էր, հետաքրքիր է, ասում են, սպասում էին հրապարակում ժողովուրդը, երբ որ Պետրոսը դուրս կգա քայլելու, ձեռքը չդնի, շող կընկնի մարդկանց վրա, դիվահարների վրա եւ նրանք կբժշկվեն։ Այ այս է, որ հոգին գալիս է, մարդը լեցվում է Աստծո ահեղ զորությունով, անգամ որ կխոսի հեռախոսով, անգամ որ կշարժվի քայլելու մեջ, իրանից արձակում Աստծո զորությունը։ Ամեն։ Պարտադիր չէ, որ նա ձեռք կներ։ Ասում է, նա քայլում էր եւ քամի նրանց հպվում էր եւ բժշկում էր։ Շող կընկնում էր մարդկանց վրա։ Ամեն։ Այս է, որ խոսում է, որ նրանք լեցվեցին Սուրբ Հոգով եւ սկսեցին առաջնորդել ու կատարել նրա կամքը եւ կատարվեց զորավոր նշաններ եւ հրաշքներ։ Մի բան, որ նրանք պատրաստ էին, հնազանդ էին։ Հիսուսն ասել էր սպասեք մինչեւ առնեն։ Նրանք հնազանդվեցին, հավատքով սպասեցին եւ ունեցան այդ անդիմադրելի Աստծո ահեղ զորությունը, որ այսօր մենք ունենք։ Մենք չենք տարբերվում նրանցից։ Հոգին տարբեր չի, հոգին մեկն է, մարդիկ են տարբեր։ Մարդկանց մոտեցումներն է տարբեր։ Մարդիկ են տարբեր մտածում, բայց հոգին մեկ է։ Ամեն։ Եվ հաջորդը Ստեփանոսն էր, որ հավատքով եւ զորությունով լեցված ու հրաշքներ ու նշաններ էր անում։ Ստեփանոսը հավատքով եւ զորությունով լեցված հրաշք ու նշաններ էր անում, երբ որ հոգին եկել ու հեղվել էր նրա վրա։ Անկամ քարկոծելու ժամանակ նա ցավ թեև զգում էր, բայց ուրախանում էր, գիտեր, ում համար այդ ամեն ինչը կլինի։ Հոգով լեցված մարդը քարկոծվելուց չի վախենում։ Երբ որ իրան կհարգացեն, երբ որ իրան ամենավերջին մարդու տեղը կդնեն, բայց իրան ներսը կուրախանա, որովհետև հոգով լեցված է, հոգով ջրով հագեցած մարդը վատը չի խոսի,
մարդը չի բանվասի, չի չարախոսի, այսինքն այդ մարդը դատապարտում է դատողության հոգով լցված, դատապարտության հոգով լցված, բանվասանքի հոգով լցված, ինչ կարող եք անուններ դնել, ինչով որ մարդը լցվում է, դրանով էլ շարժվում է և խոսում է և գործում է, բայց ես ու դու պիտի տարբերվենք, մենք լցվում ենք Աստծո Սուրբ Հոգով, երբ որ Աստծո մարդը լցվում է, իրանից զորությունը դուրս գալիս, բժշկություններ լինելու համար։ Գործ Կարագնոց 8:5-13 Փիլիպոս անձնավորություն էր, ջանասիրաբար քարոզում էր Աստծո խոսքը, ջանասիրաբար, իր անձը դրել էր, ինչի համար, որովհետև զորությունն ուներ արդեն։ Հրեշտակը նրա հետ խոսեց ու ասեց, վազիր այդ կարգի հետևից, հիշում եք, վազիր, հասիր, երբ որ հոգին գալիս, մենք պիտի վազենք, մենք չպիտի սկսենք նստել, ասենք Տեր, լեցրու ինձ, խնդրում եմ, աղաչում եմ, լեցրու ինձ, դա չի մոտեցում կա, որ մեր ներսը չորացած, սողի նման, չոր հողին չակած է, չէ, ոչ թե թողնենք հասնի դրանից, ուղղակի հանրամատականն եմ տանում, այս ձևով ամեն ժամանակ ես պիտի ապագեմ ու մղվեմ դրան։ Հետաքրքիր է, երբ որ գնաց ներքինին հասավ, նրան խոսած, ավետարանեց, մկրտեց, երբ որ կարգից իջավ, Սուրբ Հոգին նրան ինչ արեց, հափշտակեց ու տարավ, այսինքն չթողեց, որ փառքը վայելի։ Այս տեսակի մարդկանց համար կարևոր չի, թե խոսքը խոսացել են, մեռել է, հարություն արել, կույրն է տեսել, Ռաֆեղբայրն ասում էր, մեր մոտ կույրերը քայլում են, աղերը տեսնում են, իսկ նրա համար իրական տարբերություն չկա, մեռել է, հարություն կարիտ չկրվում է, իր համար կարևորն է, որ ինքը շարժվի Աստծո կամքի համար։ Իրանից հետո աշտությունը կլինի այո թող լինի, ինքը չի մտածում ես գնամ այնտեղ ինձ լավ զգամ, Սուրբ Հոգին իրան վերցրեց ու տարավ։ Սա է հոգով լեցված մարդը։ Ես չեմ խոսում նրանց մասին, որ ասենք ու մտածեն Երանի թե մենք լինեինք, Երանի չտանք իրանց։ Հոգին է անողը, և նույն հոգին մեր մեջ է, մենք հեռու չենք այդ հոգուց, նա մեր մեջ է, և մենք նրա մեջ ենք, և կարող է մեզ այդպես գործածել։ Հնազանդություն, հավատք։ Հավատք է հնազանդություն, որը կբերի այդ զորությունը, որ մեզ կշարժի։ Եվ 19-11-ին վերջ գործ Կարաքելոս բանալի մարդ Պողոսը ապաշխարեց, լալակուրն է շեշտեց Պողոսն ու Շիղան, երբ որ բանտի մեջ են, հոգով լեցված մարդիկ երբեք բանտերի մեջ չեն կարող։ Մի ընթացք ունենաս նեղություն, մի ընթացք, մի պահ դժվար կլինի քո համար, բայց կանգնի և ճեղքի։ Կանգնի և շարժի հիմքերը, որ փորձում է բանտ կառուցել այդ հիմքերի վրա և քեզ չոր ու ցամաք իրավիճակների մեջ առել։ 19-11-ի մեջ գրված է, որ նշանավոր զորություններ էր կատարվում Պողոս Արաքյալի հետ, ինչի համար որտեղ նա Պողոսն էր, ինչի համար որ նա Պետրոսն էր, Ստեփանոսն էր, ոչ, ուղղակի նրանք հանձնվել էին, ուղղակի նրանք մարդիկ են, որ Աստծո կամքին ասել էին այո Տեր, Աստծո կամքին ասել էին այո Տեր, ես հանձնվում եմ քո կամքին և քո կամքը կատարելու համար իմ անձն եմ դնում, նրանք ինչ ուներով չէին ապրում, նրանք ապրում էին Աստծո կամքը Տեր, ինչպես անեմ, որ ճիշտ լինի այն գործը, որ ես անում եմ։ Արաքյալը կգրեր իր հաջորդ թղթերի մեջ, ասում է եկեք ապրենք այնպես, որպեսզի սատանան այն պաշտոնը, որ տրված է ինձ ու քեզ, ոչ մի խոցելու տեղ չունենանք։ Ես իմ խոսքերով եմ ասում։ Սատանան չկարողանա մեզ խոցել այն պաշտոնակատարության մեջ, որի մեջ մենք ծառայում ենք։ Եկեք ապրենք այնպես, որպեսզի թշնամին բռնվելու տեղ չունենանք, քար նետելու տեղ չունենանք։ Այս տեսակին մարդիկ, որ ասում է Պողոսի վրա թասկտանքներ, արշամակներ էին տանում, կլասել այն որ Պողոսի շորերը լվանում էր, ասում են սես պատմություն կա, երբ որ լվանում էր այդ մարդը հիվանդությունից բժշկում էր։ Աստված սկսել էր գործել։ Մարդիկ համաձայնվել և ասել էին այո։ Այսօր ինձ ու քեզ մնում է մի բան, այո, ես ուզում եմ մտնել շարժի մեջ։ Ես իմ անշարժ վիճակից դուրս եմ գալիս, ես ուզում եմ մտնել հոգու շարժի մեջ, զորության մեջ, որտեղ որ նշանավոր բաներ տեղի կունենան։ Այ հիշում եք, որ անձեռոցիկներին աղոթում, այստեղ ու հրաշք և նշանները տեսել է Աստված գործում է, ամեն, և գործելու է, մինչև վերջ, նա ստեղծագործող Աստված է։ Հիվանդությունները, օրգանները նա կարող են նորից վերարտադրել։ Ամեն, մի բան որտեղ ես կարիք ունի, ներսս կարիք ունի քեզ,
Ես ծարաված եմ, Սաղմոսների մեջ գրված ասում է, դու քո հոգին ուղարկում ես եւ ստեղծվում ես։ Ամեն։ Աստծո հոգին եկավ եկեղեցին կար, ստեղծվեց, մեծացավ, տարածվեց։ Ես կարիք ունեմ Տեր նորից քո հոգու հեղման։ Ես ուզում եմ իմ ներսում վերարտադրվի, ստեղծվի այն մարած տեսիլքը, կրակը, որ մենք ենք մարել կրակի համաձայն։ Սուրբ Հոգու կրակը չի մարում մեր կյանքի մեջ։ Մենք ենք Սուրբ Հոգու կրակից հեռանում ու սկսում ենք սարել։ Ես ուզում եմ գնալ ու մտնել այդ կրակի մեջ կրակով վառվել։ Երբ որ մարդը լծված է, մի մասնիկ մարդու, երբ որ գալիս են իրանից, որ գալիս են, ասում է, որ գիտես ինչ եմ լսել քո մասին, քո ընկերը քո մասին ուզում էր չարախոսել իմ մոտ, չի թողնում, որ վերջացնի իր խոսքը, ասում է, մի բան ես քեզ կուզեմ ասել։ Երբ որ ուզում ես դա ինձ ասել 3 մաղերի միջով հասկացել։ Առաջին մաղը ճշմարտությունն է, օգտակարությունն է, բարության մաղը։ Ասում է 3 մաղերի միջով հասկացել, տես, այն ինչ որ դու ուզում ես իմ ընկերոջ ասած ինձ փոխանցես, դա ճշմարտությունն է, որ դու ուզում ես ասել, բարի բան կա դրա մեջ, շինելու է իմ անձս, թե ես պիտի լարվեմ ու չարանամ այդ անձի հանդեպ, օգտակարություն ու բարություն կա այդ ասածիդ մեջ։ Իհարկե ասում է ոչ, ու այդ անձը լռում է ու փողնում գնում է։ Հոգով լցված մարդը ականջ չի տային խոսակցություններին, որը մեկը կգա իր մոտ ու կասի մյուսը գիտես ինչ էր ասում։ Սենց ժամանակների մեջ ավելի լավ ապակենք ու լրացնենք։ Ու մի բան ասենք, անցկացրած ճշմարտության միջով։ Եթե դա օգուտ է, որ ինձ կասես, ասա, թե շինություն ասա։ Եթե ոչ, ես չեմ ուզում լսել այդ ամեն ինչը, որ դու հիմա ինձ ուզում ես ասել։ Ֆիլիպեցիների 2:7-11-ի մեջ եւ մեկ համարը կկարդամ ու սկսենք աղոթելը։ Ֆիլիպեցիների 2:7-11-ի մեջ նկարագրվում է Քրիստոսի ինքնադատարկումը։ Երբ որ նա պիտի իջներ երկիր, երբ որ նա աստված էր իր փառքի մեջ, ճոխության մեջ, գահի մեջ նա նստած էր, նա պիտի ինքնադատարկվեր, որպեսզի դառնար մարդ մեր նման, որպեսզի ինձ ու քեզ մոտեցներ Աստծուն եւ ճանաչեցներ ու այդ բաժանող պատը քանդեր։ 7:11 համարների մեջ խոսում է Աստծո Քրիստոսի ինքնադատարկման մասին, որ նա դատարկվեց, որպեսզի նա լեցվի։ Նա դատարկվեց, դարձավ մարդ։ Իր աստվածային բանը թողեց, կարգավիճակը եւ իջավ մարդ դարձավ։ Անգլերեն թարգմանության մեջ ասում այս համարները տարբեր ձևերով են կիրառվում։ Ինքն իրեն ոչինչ դարձրեց, ինքն իրեն դատարկեց։ Սկզբից ասեցի, որ մենք կարիք ունենք դատարկվելու, որպեսզի հետո կարողանանք լեցվել Աստծո զորությունով։ Ֆիլիպեցիների 3:15-ի մեջ արդեն առաքյալը խոսում է իր մասին, որ ասում է ամեն բան ես աղբ եմ համարում։ Ամեն բան մի կողմ եմ դնում։ Այստեղ խոսում է նրա ինքնադատարկման մասին։ Այն ինչ որ գիտեմ, այն ինչ որ իմ անձի համար լավ է, ես դա ուզում եմ մի կողմ դնեմ, որպեսզի Քրիստոսին ունենամ, որպեսզի Քրիստոսին շահեմ, որպեսզի Քրիստոսի համար ինչ որ մեկին շահեմ, ամեն։ Այստեղ այրվում հոգով լեցված եւ հոգով շարժվող մարդու տարբերությունը։ Իմ համար այն ինչ որ շահ է, ես դա դնում եմ, որպեսզի Տեր քեզ ավելիով ճանաչեմ, որպեսզի քեզ ավելիով հասկանամ։ Հիսուսը, որ Աստված էր դարձավ մարդ, որպեսզի մեզ հասկացնի, մեր ձգտումները փոխվի, մեր նպատակները փոխվի, ոչ թե որ մենք ձգտենք ավելի վեր, այլ ձգտենք դեպի Քրիստոսը, որ նա դեռ բարձրերում էր, բայց նա ցածր եւ կոտրած սրտով մարդկանց մեջ էր ապրում, ամեն։ Բայց այն ինչ որ օգուտ է ինձ, ես դա վնաս կհամարեմ Քրիստոսի շահելու համար։ Այն ինչ որ Աստված մեզ վստահել է եւ տվել է, որ անենք, եկեք Աստծո կամքին համապատասխան ձևով ապրենք։ Ֆիլիպեցիների մեջ ներողություն, Եփեսացիների մեջ գրված է մի հարբենակ գինով ուղիղ գրված է, այն լեցվեք Սուրբ Հոգով։ Հնարավոր է այդ ժամանակ եկեղեցու անդամները խմում էին, հարբենում էին գինով եւ ինքնատիրապետումը կորցնում էին, բայց առաքյալը հստակ ուղղորդում է նրանց, լեցվեք Սուրբ Հոգով, որ ձեր ներսից սաղմոսներ դուրս գա, ձեր ներսից փառաբանություն թող դուրս գա, գովաբանություն դուրս գա։ Այսօր ես ինչով եմ լեցվում, միջև այսօր, երեք ինչով եմ լեցվել։ Տեր, ես այսօր ուզում եմ լեցվել քո հոգուց զորությունով։ Իմ ներսը ծալավ է քեզ, իմ ներսը փափագում է քեզ։ Միջև այս ցանկությունը չբարձրանա մեր ներսից,
Հնարավոր է որ Աստված էլ կհերվի առանց մեր ցանկությունը լսելու, բայց ուզում է որ դու քո ներսից այդ աղաղակը բարձրացնես։ Ամեն։ Ինչպես որ սկզբից էլ կարդացի, ասում է ես ջուր պիտի թափել եմ։ Ես իմ հոգին պիտի թափեմ, նա արել է այդ ամեն ինչը։ Մնում է սրան Տեր, դու լցնում ես, ես իմ ներսը բացում եմ, քո առաջ քեզանով լեցվելու, քո կամքը կատարյալ ձևով կատարելու երկրի վրա։ Ամեն, հոգով լեցված մարդը իր տեսքով, իր կեցվածքով կերևա որ սա Աստծո ծառայ է։ Իր հայացքով, իր պատկերացումներով, շարժարիքներով Աստծո հոգով լեցված մարդը տարբերվող մարդ է։ Եղեք օրհնված եւ եկեք շարունակենք Աստծո ներկայության մեջ մնալը եւ կանգնենք մեր ոտքերի մեջ, երկրպագենք Աստծուն ասել Տեր, այսօր ես գալիս եմ քո առաջ եւ իմ ներսս աղաղակում է, իմ ներսս քո կարիքն է, իմ ներսս քո զորության կարիքն է, Աստծո ահեղ զորությանն է, որ ոչ մի բան, ոչ մի զորություն, ոչ մի գործողություն չի կարող կանգնել այդ զորության դիմաց, ամեն, եղեք օրհնված Տեր օրհնի ձեզ